Ալլաշուքյուր Փաշազադեն եւ ԿԳԲ-ի մասին հեքիաթը Հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Ընկերներ, տեսեք, մայիսին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ Շվեյցարիայում համաժողով է իրականացնում, որտեղ բարձրացվում են Արցախահայությանը վերաբերող հարցեր, արցախցիների Արցախ վերադարձի հարցը, մեր պատմամշակութային արժեքների պահպանման հարցը։ Ինչից հետո Ադրբեջանի հոգևոր առաջնորդ կոչված Ալաշուքյուր Փաշազադեն եկեղեցին անվանում է ռևանշիստական կառույց, ասում է, որ եկեղեցին հայ ժողովրդին տանում է կործանման եւ Ադրբեջանի այսպես կոչված հոգևորականների այդ կառույցը որոշում է Երևանում գազի նշանակել, այսինքն ներկայացուցիչ, ով պետք է հետևի ադրբեջանցիների կյանքին արևմտյան Ադրբեջանում։ Իրենք արևմտյան Ադրբեջան անվանում են Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն, տեսեք, մայիսին Ալաշուքյուր Փաշազադեն աշխարհաքաղաքական պատվեր է հնչեցնում գործողություններ իրականացնել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Հենց այդ ժամանակ ի հայտ է գալիս հեքիաթը այն մասին, թե իբր մեր եկեղեցին դա ԿԳԲ-ի կողմից ստեղծված ինչ-որ կառույց է կամ ԿԳԲ-ի կողմից ղեկավարվող կառույց է, եւ իշխանությունները սկսում են հարվածնել հասցնել Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այդ նույն տրամաբանությամբ էլ ըստ ամենայն իրենք գնացել են Եվրամիություն, ասել են Ժորժ ջան, այստեղ ԿԳԲ-ն չերեզ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր դեմ գործողություններ անում, փող տվեք դրա դեմ պայքարենք։ Հիմա ԵՄ-ի փողերով իրենք պայքարելու են Հայաստանում Ադրբեջանի աշխարհաքաղաքական պատվերը կատարելու համար։